Ես ուղղակի այս ամբողջ նախ ուրախ եմ, որ բավարարեցիք կամ որոշումը այդ ձևով կայացրեցիք, բայց առանցքային նշանակություն ունի այդ հարցը։ Ինչի հիման վրա են ապացույց մարդիկ ներկայացնելու։ Օրինակ, շենքեր գրավելու մասին, ահաբեկչական գործողության պլանավորման մասին, ասում են, չէ, ձեռագիր կա գրված, փորձաքննություն կա, եթե չկա, դուք կարող եք ինձ համոզել կամ որևէ մեկը, որ դա, ասենք, չի գրել Արայիկ, ինչ ազգանունը, Հարությունյանը։ Ոչ մեկ չի կարող դա, կներեք, որ այդ անուն են տալիս, բայց միցս այդպես է կա։ Հետևաբար, արմատական խնդիրը, առանցքային հարցը դա, 6 ամիս շարունակ այս գործը գտնվում է մարդիկ կալանքի տակ, հիմա մյուս երեսնել կգան, պատվարժան դատարան։ 6 ամիս շարունակ մարդը խորհրդանի ամբիոնից գլխավոր դատախազ հնչեցրել է, որ փորձաքննության տի ենթարկվեն, թե ձեռագրաբանական և թե նաև տեսալսողական։ Չի եղել 6 ամիս շարունակ, բայց մարդիկ բանտերում, կալանքներում, տնից տեղից կտրված, զրկված, ինչի իման վրա։ Սա հարցը, բարոյական հարցը։ Երկրորդը, այն որ ասում են Գալստանյանի բնակարան եկել գնացել են, այս մարդ չկա, որին բնակարան չի եկել գնացել, իրանք ինչեր են կողը նստած։ Անկեղծ եմ ասում, հավատացեք սարկազմը չկա ասածից մեջ, այստեղ մարդ չկա, հələ դեռ մի 100 անգամ ավելի էլ դրսում երևի, որին բնակարան չի եկել գնացել։ Ինչու են իրանք այնտեղ այդ դեպքում, ինչու են այս 18-ը, ով է որոշել, որ ասենք Իգոր Սարգսյանը խոսում է, հանկարծ Իգոր Սարգսյանի խոսքին կցվում է Իշխան Սաղաթելյան, որ այնտեղ չի։ Այդ ո՞նց եղավ ապացույց դա։ Ես ուզում եմ առանցքային խնդիրը լուծել։ Դուք լսել եք այդ։ Այո, լսել եմ։ Ես չեմ լսել, հարգել եք։ Պատվարժան դատարանը, դրա համար եմ հրապարակավ, այստեղ պետք է հետազոտվել։ Քան չեմ ասում, ընդունում եմ, բայց մինչև այդ հետազոտումը հաստատված փորձաքննություն կա, որ սա ճիշտ է, 6 ամիս է եղանցել այս գործից, 6 ամիս, մի ամիս առաջ չի եղել, 15 օր առաջ չի եղել, 6 ամիս, խոստում է հնչել ազգային ժողովի ամբիոնից, գլխավոր դատախազի կողմից, եթե սրանք արժեքներ չեն, պատվարժան դատարան, հիմա վերդիկ տվեք գնանք, եթե սա արժեք չի, մեր պետության մեջ, համակարգում, բա ինչն է արժեք, այդ խոսքը արժեք չի, նշանակություն չունի, ինչ է ասել այդ մարդը, նշանակություն չունի, որ 18 հոգու կյանքի վրա ազդել է, հələ դեռ չեմ ասում այն մարդկանց, որոնք շարունակաբար գնում են, խուզարկում են, մինչև այսօր, տները խուզարկում են, նեղություն են տալիս, ինչի իման վրա, սա առանցքային հարց է, պատվարժան դատարան, քմահաճույքի հարց չի, ինձ նորից եմ կրկնում, կներեք պիտի կրկնեմ, ներողություն եմ խնդրում, ինձ մեղադրել է մարդը, քննչական կոմիտեի ղեկավար, ինձ ձեռքով գրված ահաբեկչություն, պլանավորում եւ այլն եւ այլն։ Այդ պատճառով նաեւ քննչական կոմիտեն կանչել ինձ։ 6 ամիս է անցել։ Մի անգամ չի եղել ձեռագրաբանական որևէ քննություն, պատվարժան դատարան։ Ինչպես է այդ մարդը անպատասխանատու հայտարարություն անում։ Սա առանցքային խնդիր է։ Այսօր ես եմ շատ մեծ կապ ունի, շատ մեծ կապ ունի։ Ես ընդհատեմ մեկ վարքյան։ Չմիջամտես ընդհանրապես խնդրում նստեք։ Ներողություն եմ, հավարտում եմ։ Ես նորից եմ Սա առանցքային պատասխանատվության առումով մարդկանց կյանքերի վրա ազդեցություն ունենալու։ Եթե դրանք չկա, ես մնացածը չեմ էլ ընդունելու։ Համատեղ փորձում ենք խոսել, դա ընդունելի չի, էլի։ Ես լսեցի ձեզ բազմիցս մեկ վարքյան նստեք, էլի։ Հարգելի վարորդի մասնակիցներ, կողմը եւ մեղադրանքի կողմը եւ պաշտպանական կողմը զրկված չեն ապացույցների ծավալի հետ կապված ես դիրքորոշումներ հայտնելու եւ ապացույցներ ներկայացնելու խնդրեմ այն ծավալով, որը որ դուք գտնում եք անհրաժեշտ կներկայացնեք, ես համբերատար կլսեմ եւ մեղադրանքի կողմին եւ պաշտպանական կողմին։ Այս պայդրությամբ մեղադրանքի կողմի դատարանը լսեց, բայց դատարանի կողմից
պահանջ եղավ, թե ինչ ձևով պետք է ներկայացվի։ Այդ պահանջի կատարման համար մեղադրանքի կողմին նաև ժամանակ տրամադրվեց, որպեսզի ներկայացնի։ Ինչ վերաբերում է փորձաքննության մյուս հարցերի հետ կապված, բնականաբար դուք որպես պաշտպանական եւ ձեր պաշտպանները կամ պաշտպանը եւ մեղադրանքի կողմը հնարավորություն կունենաք այդ մասին ասելու, եթե այդպեսին կա, կներկայացնեք, եթե այդպեսին չկա, բնականաբար կնշեք, որ չկա։ Այստեղ լսեք խնդրեմ, այստեղ քաղաքական ամբիոն չի, սա դատարան է, այստեղ արդարադատություն է իրականացվում, նորից եմ կրկնում, սա քաղաքական ամբիոն չէ, հարգելի մեղադրյալ։ Ինչքանով ես հարգալից լինեմ բոլորիդ նկատմամբ, բայց սա իրականություն է։ Սա քաղաքական ամբիոն չի այստեղ։ Ես գիտեմ ձեր մտահոգությունները հասկանալի է, ընդունելի է։ Թույլ տանք մեղադրանքի կողմին կներկայացնի հասկանալի է։ Մեկ վարքյան։ Կներեք, ես ապրիորի հայտարարում եմ, բոլոր տեքստերը ամեն ինչ սարքված, կեղծված, ներդրված են։ Հայտարարում եմ ապրիորի եւ այս կետից սկսած ոչ մի բան չեմ ընդունում։ Ես լսեցի ձեզ, դուք լսել եք, չէ՞, այդ ինչ որ ասում եք, ես չեմ լսել։ Ես որպես դիազորված անձ, որպես դատավոր, հետազոտել եմ այդ ապացույցը, որքանով է վերաբերելի, որքանով է թույլատրելի, այդ ամենը ես լսել եմ։ Լսելու կարիք չկա, նախ փորձակնության ուղղը վերել։ Ինչ լսել, ինչ լսել։ Մեկ վարքյան է։ Ում խոսքը լսել։ Եվ մեղադրանքի եւ պաշտպանական կողմի։ Նորից եմ կրկնում, եւ մեղադրանքի եւ պաշտպանական կողմի։ Դատարանության մասնակիցներ ամենայն հարգանքով դեպի ձեզ